Եփրատի Վահան այս անուն է կրում թուրքական բանակի Սիրիայի հյուսիսում իրականացված ռազմական գործողությունը։ Օգոստոսի 24-ին թուրքական զինուժը հարձակվեց թուրք-սիրիական սահմանին գտնվող Ջրաբլուս քաղաքի վրա, որն այդ պահին գտնվում էր իսլամական պետության վերահսկողության տակ, բայց նրա վրա էր շարժում քրդական զորքերը, որոնք հաջող մարտեր էին մղում ահաբեկիչների դեմ։ Անկարան հայտարարում է, որ պայքարում է իսլամական պետության ու Սիրիայի քրդական ժողովրդավարական միություն կուսակցության դեմ, երկուսն էլ համարելով ահաբեկչական։ Թուրքիայի թիրախում քրդերն են, այդ մասին չի թաքցնում պաշտոնական Անկարան։ Իլուր աշխարհի այն հայտարարեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Սիրիայի հյուսիսում պատերազմի մեկ տարկից հետո ձևավորվել են ինքնավար միավորներ, կանտոններ, որոնք գտնվում են քրդական ռազմաքաղաքական կառույցների վերահսկողության տակ։ Քրդերն անկախության հարց չեն բարձրացնում, այլ կողմ են դեմոկրատական Սիրիայի հիմնմանը քրդական շրջանների ինքնավար իրավունքների պայմանով։ Քրդական մարտունակ ուժերը կարողանում էին հաջող մարտեր մղել իսլամական պետության դեմ եւ աստիճանաբար իրենց ձեռքը վերցնել թուրք-սիրիական սահմանի նորանոր հատվածներ։ Թուրքիան հայտարարել էր, որ Եփրատը կարմիր գիծն է, բազմիցս զգուշացնելով չանցնել այն, թեպետ արդեն 2015 թվականի դեկտեմբերից քրդերը շարժվել են Եփրատից արևմուտք։ Քրդերի առաջխաղացման դեպքում վտանգ կա, որ առհասարակ վերջ կդրվի թուրք-սիրիական սահմանի գոյությանը։ Թուրքիայի կառավարության խոսնակ Նուման Քուրտուլմուշը հայտարարել է. Ջրաբլուսի գծում տեղի ունեցողը ազգային անվտանգության հարց է։ Թուրքիայի համար անընդունելի է, որ թուրք-սիրիական 911 կիլոմետրանոց սահմանն անցնի Սիրիայի քրդերի ժողովրդավարական միություն կուսակցության ձեռքը, շեշտադրելով Սիրիայի տարածքային ամբողջականության կարևորությունը Թուրքիայի համար։ Թեպետ սկզբնական շրջանում Սիրիայի քրդական զինուժը հայտարարում էր, որ դուրս չի գալու Եփրատի արևմուտքից, սակայն թուրքական ճշմարտակ ստիպված է եղել նահանջել։ Ջրաբլուսն անցել է Սիրիայի ազատ բանակի ձեռքը, որին աջակցում է Թուրքիան։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ Սիրիայի քրդական զինուժը մեծ մասամբ նահանջել է Եփրատից արևելք, իսկ Թուրքիան կարծես հավա չի ծայում այդ լուրերին։ Քրդական ռազմաքաղաքական կառույցների պնդմամբ Թուրքիան ձգտում է փոխել ուժերի դասավորությունը հյուսիսային Սիրիայում ու նշում տասնյակ խաղաղ բնակիչների սպանության մասին։ Թուրքական բանակը որևէ կորուստ չի կրել, սա է թուրքական զինված ուժերի պաշտոնական հայտարարությունը։ Hurriyet Daily News-ի վերլուծաբան Սերքան Դեմիրտաշի կարծիքով Թուրքիան Սիրիայում պատերազմ սկսելու հնարավորություն ստացավ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման շնորհիվ, ընդգծելով նաև, որ Թուրքիան սկսել է ավելի մեղմ արտահայտվել Բաշար Ասադի ճակատագրի վերաբերյալ։ Թուրքիայի կառավարությունից էլ հաստատեցին, որ ռազմական օպերացիայի մասին տեղյակ են պահել բոլոր կողմերին, այդ թվում Դամասկոսին, Մոսկվայի միջնորդությամբ։ Իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Անտալիա դիտելու Թուրքիա-Ռուսաստան ֆուտբոլային խաղը։ Այդ մասին հայտարարել է նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը, նշելով, որ նման բան Պուտինը չի պլանավորել։ Օգոստոսի 31-ին Պուտինի Թուրքիա այցի ու Էրդողանի հետ խաղը դիտելու մասին հայտնում էին թուրքական կառավարամետ լրատվամիջոցները։ Թուրքական մեդիայում պարբերաբար լուրեր են շրջանառում, թե Պուտինը Էրդողանի Անտալիա հրավերին դրական պատասխան է տվել։ Ավելի վաղ երկու նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Էրդողանը տեղյակ է պահել Պուտինին Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների մասին։ Վերջին օրերին Քրդստանի աշխատավարական կուսակցությունը ոչնչացրել է թուրքական բանակի 21 զինվոր, հայտարարել է ՊԿԿ-ն, որ Ջրաբլուսի դեմ հարձակումից հետո ակտիվացրել էր գործունեությունը։ Անդրադառնալով Ջրաբլուսի վրա հարձակմանը ՊԿԿ-ի ղեկավարից Մուրադ Քարայլյանն ասել է. Թուրքիայի թիրախը Սիրիայի քրդերն են։ Թուրքիայի կարծիքով, եթե քրդերը Սիրիայում կարգավիճակ ստանան, Թուրքիայում էլ են այն ցանկանալու։ Ինչ էլ լինի Ռոժավայի ճակատագիրը, քրդերը Հյուսիսային Քրդստանում, նկատի ունի Թուրքիայի քրդաբնակ տարածքներում, առանց ստատուս չեն ապրելու, ասել է քուրդ առաջնորդը։ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհադ Զեյբեքչին Դեյլի Սաբահին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո Թուրքիան կրկին արագություն է հաղորդել մաքսային միություն մտնելու աշխատանքներին։ Բելարուսը, Ղրղստանը, Ադրբեջանը եւ Հայաստանն ընդգրկող Եվրասիական տնտեսական միությունը գործում է Ռուսաստանի գլխավորությամբ։ Իհարկե, ցանկանում ենք մաս կազմել նաեւ այդ միությանը, ասել է Զեյբեքչին։ Թուրքիան շարունակում է արգելել գերմանական պատվիրակությանը մուտք գործել Ինջիլիկի ՆԱՏՕ-ի ավիաբազա, ուր ծառայություն են իրականացնում գերմանացի զինվորներ։ Անկարան ըստ գերմանական մամուլի պահանջում է Բեռլինից հրաժարվել Բունդեստագի հայոց ցեղասպանության մասին ընդունած բանաձևից։ Գերմանական թերթերը այդպիսի հայտարարություն են վերագրում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։